Հարգելի բնակիչներ, իսկ այժմ ելույթի համար սիրով խոսքը փոխանցում եմ Երևանի քաղաքապետի տեխնացու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Սիրելի երևանցիներ, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, այստեղ մենք թիմով եկել ենք հաշվետու լինելու ձեզ։ Այո, մենք պարտավոր ենք հաշվետու լինելու մեր բնակիչներին, մեր երևանցիներին, եւ եկել ենք ներկայացնենք մեր նոր ծրագրերը։ Այն տարիների ընթացքում, 4 տարիների ընթացքում մեր թիմը օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ, հետևողական աշխատանքի շնորհիվ բազում ծրագրեր իրականացրեց, բազում ծրագրերի հիմք դրվեց, բայց դա չի նշանակում, որ դեռ անելիքներ չկան, դեռ հազարավոր աշխատանքներ մնացել են, եւ հազարավոր ծրագրերի հիմքը, որը դրվել է, դեռ շարունակական բնույթ է կրում։ Եվ մենք վստահ ենք, որ միասին կարող ենք ունենալ ավելի լավ Երևան։ Այս տարիների ընթացքում Երևան քաղաքում 1000 բակեր են բարեկարգվել, ասֆալտապատվել, վերակառուցվել, դպրոցներ են ջեռուցվել, մանկապարտեզները դարել են անվճար, կրթական օջախները դարել են հարմարավետ, բայց չի նշանակում, որ դեռ չկան անելիքներ։ Դա ընդամենը մի մասն է։ Այն 4 տարիներին հնարավոր չէր 20-25 տարվա կուտակված խնդիրները միանգամից լուծեին, բայց փորձել ենք թիմով լինել մեր երևանցու կողքին, թիմով լինել մեր բնակիչների կողքին։ Այն բոլոր հարցերը մեր երևանցիները, որ բարձրացրել են, մենք ներառել ենք մեր նոր ծրագրերում եւ վստահ ենք, որ միասին դա կարող ենք կյանքի կոչել։ Վստահ ենք, որ միասին կարող ենք ունենալ ավելի լավ Մալացիա Սեբաստիա վարչական շրջան։ Լինելու է պարոն Մարգարյանը, որովհետև ինքը լավ գիտի, որտեղ ինչ աշխատանքներ կան, որտեղ է թերի մնացել եւ երբ կարող է այդ թերությունները վերացնել, այնպես որ Վարդան Օսկանյանն է նաեւ առաջադրված, Գուրգեն Ասատրյան, այլ տեխնացուներ կան, միայն Տարոն Մարգարյանին։ Լավ, այլ տեխնացուներ հակի Վիգեն Խաչատրյանին վստահ եմ, Վահագն Խաչատրյանին վստահ եմ, որ իրենց օրոք ամբողջ հայ ժողովուրդը փախան արտասահմանները, հիմա էլ հայրենիքը լքեցին, հիմա էլ ուզում են, որ քաղաքը լքեն քաղաքացիները։ Ջերի հատը միան լավ կանան գուցե։ Ջուրս չեմ օգտագործել։ Ես հիվանդ երեխա ունեմ, Անդրանիկի 70 ջուրս պարտքի տակ են գրել, 700,000 պարտ են գրել։ Հիմի տունս կալանքի տակ են դրել։ Ես խնդրում եմ մի հատ միջոց կրել։ Ջրաչափը չենք դրել, պայմաններ չել է, չեմ դրել։ Հնարավորություն չեմ ունեցել։ Հիմի ջրի համար 700,000-ի համար գրել են, իրանք եկել են, տունս տեսել են, տունս էլ վթարային շենք ա կոչվում։ Տեղյակել հա մեր պատասխանատուները ստեղ են։ Ստեղին չէ, ես Անդրանիկի բեմեք թաղամասից եմ, էլի։ Էլի Մալացիա Սեբաստիայից ես։ Հա, Մալացիա Սեբաստիայից։ Իշտեղից չես։ Չէ, ես խնդրում եմ, ուզում եմ մի հատ իմ հարցը լուծեք, իմ տունը կալանքից անեն այդքան բան, իմ երեխան հիվանդ երեխա է, ես չգիտեմ ոնց։ Շուկայում կանանչ չեմ ծախում, ես այդ կանանչի ծախելու չեմ կարա 700,000-ը փակել։ Հա, 700,000 ամենտեղ գրեր են։ Ես աշխատանքի շուկայում կանանչ չեմ ծախում, գրեր են տվել են կալանքի տակ տունս, էդի շնորհք է, էդի կար։ Պարոն Թաղապետին մի երկու անգամ ասել են ջրի հարցը մեզ չի հետաքրքրում ջուրը։ Պարոն Օհան, չէ։ Շատ հոյակապ Թաղապետ է, թիմի վարչական։ Ես կգնամ, գնացի ասել։ Ասացիք ոչ մեկին չեմ դիմա, հիմա որ դիմես։ Դիմի։